Էրիկ Կրբաշյանը հանդիսատեսի լայն շրջանակին հայտնի դարձավ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» հեռուստասերիալից։ Ինչպես արդեն անդրադարձել ենք մեր նախորդ տեսանյութերում, այս սերիալը ժամանակի ընթացքում վերածվեց յուրօրինակ հարթակի, բացահայտելու և հանրությանը ներկայացնելու նոր սերնդի շնորհալի ու խոստումնալից երիտասարդներին։ Եվ հենց այդ երիտասարդներից մեկն էլ Էրիկ Կրբաշյանն է, վառ խարիզմայով, անկեղծ, որի կերպարը միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Բայց Էրիկը միայն դերասան չէ, սերիալներում նկարահանվելուց բացի նա հաջողությամբ հանդես է գալիս որպես մոդել և հաղորդավար, միավորելով արվեստի մի քանի ոլորտներ իր ստեղծագործ ու աշխույժ կերպարում, սակայն հավատացեք, այս ամենը ընդամենը նրա բազմաշերտ կերպարի արտաքին շերտերն են, որովհետև երբ մի պահ կտրվես էկրանին երևացող այս երիտասարդ ժպտացող դեմքից ու մտածես ով է իրականում նա, կստանաս իսկապես անսպասելի պատասխան, որ փոխում է ամեն ինչ։ Պարզվում է Էրիկ Կրբաշյանը ոչ միայն ստեղծագործ աշխարհի ներկայացուցիչ է, այլև կյանքեր փրկող մասնագետ։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Նա սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսում և աշխատում որպես շտաբ օգնության բժիշկ։ Երբ ուրիշները սպասում են «Վերջին զանգի» հերթական սերիային, նա շտապում է հիվանդների մոտ փրկելով կյանքեր։ Ու այս ամենը ընդամենը 22 տարեկանում։ Էրիկը ծառայել է նաև Հայոց բանակում, սիրում է սպորտը և ապրում լիարժեք նպատակասլաց կյանքով։ Նա մարմնավորում է այն երիտասարդի կերպարը, որին ոչ միայն հետևում են, այլ նաև ոգեշնչվում, և սա դեռ միայն սկիզբն է։ Իսկ ինչ եք կարծում դուք, հարգելի հետևորդներ, հավանո՞ւմ եք Էրիկի խաղը «Վերջին զանգ» սերիալում։ Ի դեպ նշենք, որ նա այստեղ մարմնավորում է Արամի կերպարը։ Գրեք մեկնաբանություն։ Մենք կարդում ենք բացառապես բոլոր մեկնաբանությունները։